Մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք կադաստրի կոմիտեի տեղակալ Նանե Ղազարյանին, բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք ենթադրում են, որ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքելու նոր հնարավորություն կլինի։ Այժմ կխնդրենք Տիկին Ղազարյանին ներկայացնել մանրամասները, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ ինձ այս հարթակում հյուրընկալելու համար, ինչպես նաև հնարավորության համար լուսաբանելու այս նորարար օրենսդրական փոփոխությունները։ Դեկտեմբեր ամսին ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվեց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս օրենքը ըստ էության թիրախավորում է կարգավորման երկու փուլ, երկու առարկա։ Առաջինը դա, ինչպես ճիշտ նշեցիք, էլեկտրոնային թվային ստորագրությամբ նոտարական վավերացում չպահանջվող գործարքները էլեկտրոնային հարթակում կնքելու հնարավորությունն է, որոնք բնականաբար վերաբերում են անշարժ գույքին, եւ երկրորդը, արդեն երկրորդ փուլ իրավահարաբերությունները դրանք այդ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցմանն են վերաբերում, որի մասով օրենքը ասում է, որ այս դեպքում իրավունքները կարող են գրանցվել ինքնաշխատ եղանակով, այսինքն համակարգի միջոցով առանց մարդկային գործոնի ներգրավման։ Գործնական օրինակով կներկայացնեք, օրինակ հիմա ինչպես է ընթացակարգը, ինչ է պահանջվում եւ այս փոփոխությամբ ինչ ենք ունենալու։ Շատ լավ։ Այս պահի դրությամբ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ անշարժ գույքի նկատմամբ կնքվող գործարքները պետք է կամ պարտադիր կերպով վավերացվեն նոտարների կողմից, կամ եթե այդ պայմանագրերի օրինակելի ձևերը կառավարությունը հաստատել է, որոնք այսպես շաբլոն տիպային պայմանագրեր են, դրանք կարող են կնքվել նաև առանց նոտարական վավերացման, սակայն այս գործարքները կնքվում են կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում կամ խորհրդատվական կենտրոններում, որտեղ անձի ներկայությունը պարտադիր է։ Եթե խոսում ենք նոտարական վավերացման մասին, պետք է նշեմ, որ այն դեպքերում, երբ քաղաքացին օրինակ գույք է ուզում ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում եւ գտնվում է հանրապետության տարածքից դուրս, ապա պետք է այնտեղ նոտարական կարգով վավերացված լիազորագիր տրամադրի անձի, որը կգտնվի Հայաստանի Հանրապետությունում, այդ լիազորագիրը ապոստիլով կվավերացվի, կներկայացվի, կուղարկվի Հայաստանի Հանրապետություն, այստեղ արդեն նոտարական գրասենյակում գործարքը կկնքվի եւ կվավերացվի։ Մյուս տարբերակում սպասարկման գրասենյակներում կնքվող գործարքների, տիպային գործարքների դեպքում նորից պահանջվում է քաղաքացու ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ օրինակ քաղաքացին ցանկություն ունի հենց այս պահին կնքելու գործարք, ձեռք բերելու անշարժ գույք կամ հակառակը օտարելու իրեն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքը, այդ հնարավորությունը այդ ժամանակագրական առումով ներկայումս չկա։ Տվյալ պարագայում օրենքի ընդունմամբ նոր թե իրավական, թե գործնական եւ շեշտեմ ոչ միայն նոր, այլ նաեւ նորարար մոտեցումներ են առաջարկվում, որի համաձայն որպես այլընտրանքային տարբերակ քաղաքացիները կարող են գործարքները կնքել թվային միջավայրում, էլեկտրոնային միջավայրում։ Այսինքն գործարքը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, անկախ այն հանգամանքից թե քաղաքացին աշխարհի որ վայրում է գտնվում, եւ նորից նույն ձև էլեկտրոնային եղանակով ներկայացվում է դիմում պետական գրանցում կատարելու համար կադաստրի կոմիտե։ Եվ ինչպես նշեցի, արդեն այդ գործարքից էլ ծագող իրավունքները որոշակի վավերապայմանների առկայության դեպքում կարող են նաև գրանցվել ինքնաշխատ եղանակով։ Այս նոր փոփոխությունը ինչ գործարքների վրա է տարածվելու։ Սա պիլոտային ծրագիր է, ինչ ժամկետով է իրականացում եւ մեկնարկային փուլում քաղաքացիները որ գործարքները կարող են այս գործիքակազմով անել։ Այո, նախագիծը ներկայացվել է եւ օրենքը ընդունվել է որպես պիլոտային, դրվել է ժամկետ 18 ամիս գործողության համար, որի ընթացքում մենք կփորձարկենք այս նորարարական մոտեցումները, կգույքագրենք, եթե կառաջանան որոշակի տեխնիկական կամ իրավական խնդիրներ, դրանց լուծումների ուղղությամբ կաշխատենք, կհասկանանք որքան է հետաքրքրությունը, որոշակի դատա կհավաքագրենք, հասկանալու համար ինչքանով են հետաքրքրված քաղաքացիները այս գործարքները էլեկտրոնային միջավայրում կնքելու առումով։ Դրանից հետո մենք նախատեսում ենք, որ եթե մեր սպասելիքները այսպես արդարացվեն եւ բոլոր խնդիրները, եթե կառաջանան, լուծումներ կստանան եւ սահուն կերպով այս գործընթացը կիրականացվի, այդ պիլոտային ծրագիրը արդեն կստանա
ուժ առանց որոշակի որևէ գործողության ժամկետի սահմանափակման։ Այսինքն մշտապես քաղաքացիները այս իրավունքը կունենան։ Ինչ վերաբերում է գործարքներին, օրենքով որևիցե սահմանափակում գործարքի տեսակի համար նշված չէ։ Վավերապայման է առկա, որ գործարքը կարող են կնքել 18 տարին լրացած, այսինքն չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եւ հիմա մենք արդեն օրենքի ընդունումից հետո երկրորդ գործընթացն ենք իրականացնում, նախապատրաստում ենք կառավարության որոշում, որը որոշակի մոտարկումներ կկատարի արդեն իսկ գործող կառավարության որոշման մեջ, որով որ սահմանվել են տիպային ձևերը, օրինակելի պայմանագրերի տիպային ձևերը, եւ արդեն այդ կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո այն ցանկով, որ կառավարության որոշման մեջ նշված կլինի, այդ գործարքները հնարավորություն կունենան կնքելու էլեկտրոնային միջավայրում։ Այս փոփոխությունների համար ինչ է հիմք հանդիսացավ, քաղաքացիներից եք նամակներ ստանում, ձեր վերլուծություններն են ցույց տալիս, միջազգային փորձը ինչ է ասում։ Նախ ասեմ, որ առաջին նպատակը կանում էր նրանում, որ թե ամբողջ պետությունը եւ թե կադաստրի կոմիտեն իր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների առումով առաջնահերթություն է սահմանել, որ թվայնացումը շատ կարեւոր է, թվայնացումը առաջնահերթ է։ Եվ եթե այսօր էլ արդեն գործող կարգավորումները դիտարկենք, կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները մեծամասամբ թվայնացվել են կամ ամբողջությամբ թվային են, կամ այլընտրանքային եղանակով քաղաքացին թե թղթային եւ թե թվային եղանակով կարող է հայցել ծառայություններ։ Մենք այս պահի դրությամբ, օրինակ, այն բոլոր իրավունքը հաստատող փաստաթղթերը, որոնք դրվում են իրավունքների պետական գրանցման հիմքում, օրենքով պահանջ ենք սահմանել, որ պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն կադաստրի կոմիտե, դրանք կլինեն նոտարական գործարքները, թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կայացվող որոշումները, թե գույքի նկատմամբ որոշակի սահմանափակումների ենթադրող որոշումները, եւ արդեն այս օրակարգի համատեքստում հասկացանք, որ կա նաև առաջարկ եւ ընդ որում կային նաև քաղաքացիներից հնչեցված առաջարկներ, որ օրինակ քաղաքացին գտնվում է երկրից դուրս, ուզում է գույքը վաճառել, չի կարողանում ֆիզիկապես այստեղ Հայաստանի Հանրապետությունում գտնվել եւ ցանկություն է հայտնում հնարավորություն ունենալու թվային հարթակում այդ գործարքը կնքելու։ Ինչպես նշեցիք, նաև միջազգային փորձի ուսումնասիրությունն էլ փաստում է, որ այս գործընթացները դրանք լայն կիրառում ունեն տարբեր երկրներում եւ քաղաքացիները էլեկտրոնային եղանակով կարողանում են գործարքները վավերացնել, որը հավասարազոր է թղթային եղանակով, ձեռքով, գրիչով կատարված, ստորագրված պայմանագրերի։ Այստեղ ինչ ռիսկեր եք տեսնում անձնական տվյալների առումով, թե գործարքը որպեսզի վստահելի լինի քաղաքացու համար, ինչ գործիքակազմ կա։ Օրենքով հստակ սահմանված է, որ այս գործարքները ոչ թե կարող են կնքվել ցանկացած հարթակում եւ ներկայացվել պետական գրանցման, այլ յուրաքանչյուր դեպքում քաղաքացին առաջին քայլով պարտադիր պետք է անցնի խիստ նույնականացում։ Խիստ նույնականացումը օրենքով սահմանել ենք ԵՍՄ ազգային նույնականացման համակարգի միջոցով, որը կառավարության կողմից ճանաչված է, ընդունված է որպես անձի խիստ նույնականացման եղանակ։ Այսինքն քայլերի հաջորդականությունը հետեւյալն է. անձը նախ մուտք է գործում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ, պարտադիր կերպով ԵՍՄ նույնականացման հարթակի միջոցով նույնականացվելով, դրանից հետո իր մոտ կա անձնական գրասենյակ բաժին, որտեղ արտացոլվում են այն գույքերը, որոնք վերջինիս պատկանում են սեփականության իրավունքով եւ որոնց վերաբերյալ քաղաքացին կարող է իրավունք ունի կնքելու գործարքներ։ Նաեւ արտացոլվելու են այն գործարքների տիպային գործարքների տեսակները, որոնք որ քաղաքացին կարող է կնքել էլեկտրոնային միջավայրում առանց նոտարական վավերացման։ Ենթադրենք, ես ուզում եմ ինձ պատկանող գույքը օտարել, ընտրում եմ առուծախի պայմանագիր տեսակը, ընտրում եմ այն գույքը, որը ցանկանում եմ օտարել եւ համակարգը ինքնաշխատ լրացնում է այն տեղեկատվությունը, որը առկա է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում։ Դա կլինի գույքի հասցեն, գույքի մակերեսը, այլ նույնականացնող տվյալներ եւ այլն։ Ինչից հետո քաղաքացին հնարավորություն է ունենալու միայն լրացնելու օրինակ գործարքի արժեքը, թե ինչ գնով է ցանկանում օտարել իր գույքը եւ ստորագրելուց հետո կրկին էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելուց հետո ներկայացնելու է արդեն մյուս կողմի ստորագրման։ Եվ այս process-ը
կատարվում է մի համակարգի միջոցով, որը այսօր գործում է, այսինքն նոր համակարգ չի ներդրվում նույնականացման, որպեսզի մենք ասենք, որ այն նոր ռիսկեր կարող են առաջանալ, նոր խնդիրներ կարող են առաջանալ։ Սա մի համակարգ է, որ պետությունը արդեն բավականին երկար ժամանակաշրջան է կիրառում է որպես նույնականացման համակարգ։ Հետևաբար կարծում ենք, որ արկա պայմաններում ոչ, այսինքն նույն թվային ստորագրությունն է, որը քաղաքացիները ունեն, օրինակ ներկայացնում են իրենց հայտարարագրերը ստորագրելով կամ դիմումները ստորագրելով եւ նույն նույնականացման համակարգն է, որը այսօր լայնորեն կիրառվում է պետության կողմից։ Երբ այս գործիքակազմն արդեն գործնականում կիրառելի լինի, քաղաքացիները որևէ անելու բան ունեն, որևէ գերատեսչություն գնալու, որևէ, չգիտեմ, փաստաթուղթ ստանալու եւ այլն։ Որևիցե նոր պարտականություններ կամ նոր դիմումներ գրելու, նոր ինչ-որ համակարգերին միանալու անհրաժեշտություն չի առաջացնում օրենքը, քանի որ ինչպես ասացի, դրանք ամբողջապես կան եւ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, մնում է միայն ցանկությունը, այսինքն եթե քաղաքացին ունի ցանկություն օգտվելու այս հնարավորությունից, ցանկացած պահի, ցանկացած վայրում գործարք կնքելու, իր էլեկտրոնային թվային ստորագրությամբ կարող է այդ գործընթացը իրականացնել։ Շատ լավ, մենք on-line հարցեր ունենք, հանրային հեռուստաընկերությունից հարցեր կան, խնդրում են ճշտել երկու կողմերն էլ պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, այսինքն եթե մեկ կողմը ունի էլեկտրոնային ստորագրություն, մյուսը օտարերկրացի է կամ Հայաստանում բնակվող օտարերկրացի է, հնարավոր կլինի on-line անել այս գործիքակազմով։ Քաղաքացիություն ունենալու պահանջը պարտադիր է երկու կամ երեք կողմերի համար, այսինքն թե օրինակ առուծախի դեպքում գնորդը եւ վաճառողը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, քանի որ երկուսն էլ պետք է պարտադիր անցնեն ԱԵՏ-ի ասած ես եմ ազգային նույնականացման, խիստ նույնականացման համակարգով նույնականացումը։ Շատ լավ, մյուս հարցը խնդրում են թվարկել գործարքները, օրինակ բնակարանի գնում, վարձակալություն, նվիրատվություն, մի փոքր կպարզաբանեք։ Այս պահի դրությամբ թվարկած բոլոր գործարքներն էլ կլինի դա օտարում, առուծախ, կլինի դա վարձակալություն, կլինի դա նվիրատվություն, կան սահմանված տիպային ձևեր կառավարության որոշմամբ։ Այս պայմանությամբ մենք աշխատում ենք առուծախի պայմանագրի ուղղությամբ, այսինքն քանի որ պիլոտ է եւ դեռևս առաջին քայլերն ենք կատարում, առաջին հնարավորությունը լինելու է առուծախի գործարքների վերաբերյալ, հետագայում արդեն կընդլայնվեն այդ հնարավորությունները այն տրամաբանության իհարկե համատեքստում, որը որ այսօր գործում է ամբողջ քաղաքացիական օրենսդրությունում, այսինքն այն գործարքների տեսակները, որոնք որ օրենսդիրը հնարավոր է համարել կնքելու առանց նոտարական վավերացման, դրանք արդեն հնարավոր կլինի նաև թվային ստորագրությամբ ստորագրել եւ ներկայացնել պետական գրանցման։ Եթե կարելի է մեկ անգամ եւս կնկարագրեք այդ գործընթաց, օրինակ մարդը ցանկանում է իր բնակարանը վաճառել, այս պահի դրությամբ ինչ պետք է անի, այս ստորագրությամբ ունենալով, ինչ ոնց է հեշտանում իր գործը։ Շատ լավ։ Այս պահի դրությամբ անձը, եթե ցանկանում է օտարել իր գույքը կամ այցելում է նոտարական գրասենյակ եւ այնտեղ գործարք է կնքում, նոտարը վավերացնում է կամ ներկայանում է անձամբ կամ եթե լիազորագրով է գործարքը կնքվելու լիազորագիրը նույնպես պետք է նոտարական կարգով վավերացված լինի։ Եթե անձը գտնվում է արտերկրում, ապա այդ լիազորագիրը այնտեղ նոտարի կողմից վավերացվում է, ապոստիլով վավերացվում է, ուղարկվում է Հայաստանի Հանրապետություն, այստեղ այլ անձ լիազորագրի հիման վրա գործարքը կնքում է։ Կարծում եմ անգամ շեշտադրելու անհրաժեշտություն էլ չկա, թե սա քանի օր կարող է տևել եւ բացի ժամանակի ծախսը խոսում ենք նաեւ օրինակ նոտարական ծառայությունների ծախսի մասին եւս։ Եթե քաղաքացին ցանկանում է առանց նոտարական վավերացման գործարք կնքել, պետք է ներկայանա կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ։ Եթե արտերկրում է, նորից եթե ֆիզիկական անձ է, այս նույն խնդիրը առաջանում է, այսինքն ֆիզիկապես սպասարկման գրասենյակում ներկա լինելու հարցը։ Տվյալ պարագայում օրենքի ընդունման արդյունքում քաղաքացիները այս ամբողջ լիազորագրերի եւ անձամբ որևիցե վայրում, որևիցե տեղ ներկայանալու պահանջների կապակցությամբ դրանց հետևելու անհրաժեշտություն չեն ունենալու, որովհետեւ հնարավորություն են ունենալու իրենց համակարգչով, օրինակ գիշերը ժամը 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռք բերելու Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք։ Ընդ որում կարծում եմ, որ սա նաև մեծ զարկ կարող է հանդիսանալ, մեծ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի
զարգացման համար։ Նաև վերջին շրջանում տեղեկանում ենք, որ օրինակ կառուցապատողները էքսպոների են մասնակցում արտերկրում, որտեղ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում նոր կառուցվող շինությունները։ Եվ պատկերացրեք, եթե անձը հենց այդ պահին հետաքրքրված լինի այդ գույքը ձեռք բերելով եւ հենց նույն վայրկյանին հնարավորություն ունենա գործարքը կնքելու օրինակ պլանշետով կամ համակարգչով, ինչ ակտիվություն սա կարող է առաջացնել նաև Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում։ Մենք շեշտադրում ենք այլ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին, որոնք կարող են այստեղ գործարքներ անել, բայց նույն հաջողությամբ նաև Հայաստանում ապրող քաղաքացիների համար էլ է ժամկետի առումով գումարի առումով։ Իհարկե, թե վարչարական գործընթացների, թե ծախսերի կրճատման տեսանկյունից միանշանակ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիների համար սա լավարկում է, process-ների հեշտացում է եւ թվայնացում է, ինչը կարծում եմ այսօր 21-րդ դարում պետք է բոլորիս համար առաջնահերթություն լինի, ինձ թվում է դա բոլորիս կյանքը հեշտացնում է։